Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը Հովիկ Աղազարյանն է, ազգային ժողովի պատգամավոր։ Պարոն Աղազարյան, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Պարոն Աղազարյան, զրուցելու ենք, գիտեք, նախընտրական շրջանի ամուսնությունների, ամուսնալուծությունների եւ այլ խնդիրների մասին։ Այստեղ առաջին հարցը, որ ուզում ենք արծարծել, ձեր դիրքավորման հետ է կապված։ Տեսեք, դուք իշխանությունից դուրս եք, ՔՊ-ից դուրս հրավիրվեցիք, բայց մի տեսակ անդիմադիր դաշտի հետ էլ չեք մերվում։ Այլընտրանք եք, անդիմություն եք ձեզ մաքուր համարում, ո՞նց եք դիրքավորել ձեզ այս քաղաքական ներկապնակում։ Շատ դժվար է այդ գնահատականը տալ, առավելևս թե կես կատակ, կես լուրջ, եւ պարոն Ասլանյանը եւ ես հայտարարում ենք, որ մենք անդիմություն չենք, իրականում մենք իշխանություն ենք, որովհետեւ մենք մնացել ենք հավատարիմ հեղափոխության արժեքներին եւ մեր գործընկերներն են շեղվել այդ հեղափոխության արժեքներից եւ հետեւաբար մենք այդ իմաստով ընդդիմություն չենք, բայց քանի որ իրանք շատ են եւ ուժեղ են այդ իմաստով եւ գտնում ենք, որ իրանք քաղաքական կեսվածքը, որոշումների հաջորդականությունը, դրանց կատարումը, դրանց բովանդակությունը մեր կարծիքով վտանգում է մեր պետականությունը, մենք ամեն ինչ անելու ենք մեր ուժերի ներածի չափով, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն չվերարտադրվեն։ Ինչքանով դա մեզ կհաջողվի, դա արդեն ժամանակը ցույց կտա։ Հետեւաբար այդ մենք մյուս կողմից էլ հիմա եթե վերցնենք ընդդիմադիր ուժերը վերցնենք, ուժեղ ընդդիմադիր ուժեր են։ Մեր ձևով շարժումը, ուժեղ Հայաստան դաշինքը, Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան, թոները մյուսները ումանները չեն տալիս, երևի լավ չեմ հիշում։ Հայ ազգային կոնգրեսը, այո, դե հիմա Հայկ Մարությանը բոլորին դեմ է, այսինքն այն ուժերը, որոնք հայտարարել են մասնակցել։ Այո, այդ ուժերը, որոնք հայտարարել են, որ մոտավորապես այդ դիրքորոշմանը, որ պայքարում են այսպես կոչված ՔՊ-ի վերադարձությունը ցույց տալու համար վերարտադրությունը։ Բայց այս դաշտում եւ մասնավորապես մեր դեպքում հակասությունները այս ընդդիմադիր դաշտի որոշ ուժերի մեջ ավելի շատ է, քան այդ ուժերի եւ ՔՊ-ի միջև հակասությունները։ Հիմա մենք ասենք այս վիճակում ենք հայտնվել, մեզ վռնդել են կուսակցությունից, ՔՊ-ից եւ այլ, մենք կուսակցություն ենք ստեղծել, բայց դա չի նշանակում, որ մենք կարանք այս մեխանիկական միանանք, օրինակ Հայաստան դաշինքին, ենթադրենք։ Բայց հոգով սրտով ՔՊ-ի հետ եք, այսինքն ստացվում է, որ ՔՊ-ից դուրս եք, բայց հոգով սրտով կապած եք ՔՊ-ի։ Հեղափոխության արժեքներին մենք գտնում ենք, որ մենք եք ավելի մոտիկ, մենք եք ավելի հետևողական եւ պահպանում։ Բայց գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրան որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, որպես անձնավորություն սպառել է բոլոր առումներով եւ իր հետագա, որովհետեւ երկիրը ղեկավարը բավականին ծանր ժամանակահատվածում եւ իր հետագա մնալը իշխանության ղեկին հղի է լուրջ մարտահրավերներով, որոնց կառավարելը շատ դժվար կարող լինի։ Հիմա բայց ձեր տեղը հələ չեք գտնում։ Ես նախորդ խոսքս ավարտեմ, ու այնպես էլ չի էլի, որ ասենք Հայաստան դաշինքից առավոտից երեկո մեզ սուրհանդակներ են ուղարկում, խնդրում, աղաչում են, որ մենք միանանք իրանց, այդպեսի բան չի եղել, առաջարկություն չի եղել, ասենք մեր իրար նկատմամբ վերաբերմունքը փոխադարձ այդ իմաստով չեք սիրում իրար։ Երևի թե չէ, ասենք Հայաստան դաշինքից կապված չէ ասել, որ չեք սիրում իրար, ուղղակի ռուսակի բան կա։ Դաշնակցական իմ նախին գործընկերները շատ հարաբերությունների մեջ եմ։ Անհանդուրժողական վիճակ կա ՀԱԿ-ի հետ, չնայած ես իրանց բոլոր անդամներին հարգում եմ, գնահատում եմ եւ այլ, անհանդուրժողական կեսված բան կա իրար մեջ, որովհետեւ իրանք շատ ցավոտ են տանում իմ քննադատությունները։ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, որ ասել եք հիպնոսացնումը, այո, եւ այն բոլոր բաները, որ մենք ունենք այսօր անհաջողություններ ունենք, դրա ակունքներում կանգնած Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Սարգսյանը, ողորմածիկ, միչել Վանո Սիրադեղյանը, այլ ողորմածիկ։ Իմ համոզմունքն է, հիմա կարա սխալ լինի, չէ, բայց ես իմ կարծիքն է։ Բայց կարա սխալ լինի, խնդիր չկա, բայց իրանք էլի շատ ցավոտ են նայում։ Այսինքն դուք կուզենայիք իրար հետ ճանապարհ անցնել, բայց արդեն ՀԱԿ-ը չի ընդունում։ Օրինակ ես ՀԱԿ-ի տղաների սաղին էլ շատ լավ եմ
լավ եմ գնահատում, լավ եմ ընդունում։ Դա միանշանակ անկասկած։ Բայց այդ բանը կա, այդ երևույթը կա եւ չի ստացվում։ Դե դա բանի հետ տենց Հայաստան դաշիկի հետ տենց Ծառուկյանի հետ Ծառուկյանի հետ էլ Ծառուկյանի դեպքում պետք է Ի՞նչ նախանձ դառնաս ես չեմ կարող դառնալ Ծառուկյանի падգամավոր։ Ինչի՞։ Դժվար է դա, ինչ-որ մեկի падգամավորը լինելը շատ Մտածում դժվար եք է։ Ղազագիր պիտի ստորագրեք բան դրա համար։ Ոչ թե ուղղակի իմաստով, բայց ես որովհետև շփում էլ չենք ունեցել, նորից եմ ասում, մնաց չէ որ իրաք խնդրել են որ մեկի տակ միանակ չենք միացել, այնպես շփում չենք ունեցել, առիթ չի եղել, բակալապատայի բաց շփման հնարավորություններ գտնենք, որ շատ լավ կարելի է համագործակցել, մեկ կարայինք օգտակար լինենք, ենթադրենք, չի եղել այդ առիթը։ Մենք էլ չենք ձգտել։ Միասնության թևերի հետ։ Դու որևէ մեկին չեմ ճանաչում, բանը մոտիկ չեմ Արման Թաթոյանին չեք ճանաչում։ Դե ճանաչում, բայց ես շփում չեմ ունեցել։ Ասի եթե Արման Թաթոյանը բանալ էր, մեկնեղություն քաշեր, ինչ որ կապի դուրս գալ, ասել պարոն Աղազարյան, պարոն Ասլամյան, եկեք քննարկենք, դրանք ինչ կարող անենք, բաման, հաճույքով կետան եւ քննարկենք եւ կարապետի իրանց հետ կարայինք, իրանց հետ համագործակցելու որևէ բան չունենք, արգել չունենք։ Ծառուկյանի հետ ունենք ահագին, ոչ այդքան շատ, բայց ունենք։ Դե Հայաստան դաշիկի հետ ունենք։ Մեր ձևով հնարավոր չեմ հասկանում թե Ինչի՞ որ քաղաքական դաշտը, այսինքն ստացվում է այն հիմնական խաղացողները ըստ էության ձեզ ոչ աչքով են արել, այսպես ասած, իշմար չեն տվել, ոչ մի ձև կապ չեն հաստատել, որ ձեզ իրենց թիմում ներգրավեն։ Այդ արդյոք նրանից չի, որ մի տեսակ բան կա, վախ կա, որ դուք կարողա հələ իշխանությունների հետ եք, իրենց պրոյեկտն եք, իրենց արբանյակ կուսակցությունն եք, սարքել եք, այսպես ասած, բեմականացված ձեր ընդդիմադիր դառնալը, դրա համար մի տեսակ դիստանցավորվում եք։ Իհարկե դա կա, բայց բանը երբ որ մենք լուրջ առաջարկությամբ հանդես եկանք եւ հələ հետամուտ ենք այդ մեր առաջարկությանը միասնական ճակատ ստեղծելու, եթե ընդդիմադիր դաշտը այսպես պայմանական ասած հականիկոլական ընդդիմադիր դաշտը համախմբվի այդ ճակատի ֆորմատով եւ ճակատի մեջ если գտնեն որ այդ անհանգստությունը ունենան ինչ որ դուք նշեցիք, որ ասեք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ եւ այլ, մենք պատրաստ ենք հայտարարել ենք, մենք պատրաստ ենք չառաջադրվենք։ Լինենք այդ ճակատի մաս, մեր ներդրումը բերենք, չքան կարող օգնենք բան, բայց մենք չառաջադրվենք, դա ենք առաջարկել։ Բա ի՞նչն է ձեր օգուտը այդտեղ, եթե չէ, այսինքն ոչ մի ձև բան չլինեք, ուղղակի աջակցեք։ Մեր անհանգստությունը այնա, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը վտանգավոր մարտահրավերներ առաջացնելու, եւ մենք ուզում ենք, որ չլինի այդ մարտահրավերները չլինեն, առաջինը։ Երկրորդը ճակատի գաղափարներից մեկը կարևորագույն գաղափարներից մեկը այն է, որ ճակատը գալիս է իշխանության 4 ամսով։ 4 ամսով հետո մենք կարող մասնակցենք արդեն ժամանակ չեն ասի մի մասնակցենք երբ որ արդեն քաղաքացիական պայմանագիրը զրկված լինի վարչական ռեսուրսից ռեպրեսիվ ապարատի տնօրինելուց եւ ժողովուրդը կարողանա ազատորեն ձևավորել իր իշխանությունը ում վրընտրի ծառա եթե իրենք կուզենան որ մենք ծառայենք բայց մենք էլ կփորձենք մեր իշխանությունով մասնակցություն ունենալ այդ է մեր օգուտը հիմա Փաշինյանի օրոք ընտրությունները կարծում եք կեղծիքներով կընթանան վարչական ռեսուրսի չարաշահում կլինի եւ չի արտացոլի ժողովրդի իրական քվեարկության պատկերը Այո, ես կարծում եմ, որ ոչ թե կեղծիքներ բառը չօգտագործեմ, որովհետև ես չգիտեմ դա շատ հեղուկ հասկացողություն է, որ նա կեղծիկ, որը կեղծիկ չի։ Հիմա ես կարամ ասեմ, որ արդեն կեղծում են կամ չարաշահում են, որովհետև եւ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը հապշտապարված, որը ընտրակաշարքի ոնց որ տարլի։ Այո, եւ թոշակների բացացումը աշնանը փող չունեին, գարնանը փողը հայտնվեց, տարօրինակ էր 30%-ով երկրագնդում որևէ պետություն իր թոշակները չի ավելացել, դա տնտեսագիտական նոնսենս է, տնտեսագիտորեն նոնսենս է 30% թոշակները ավելացնել, որովհետեւ երբ դու 30%-ով թոշակ ավելացնում ես, դա մոտավորապես նույնն է թե փող տպես, այսինքն եթե առաջին թոշակը 30,000 է ես գնում էի 10 կիլոգրամ երշիկ, հիմա իմ թոշակը կդառնա 50,000 այն բանով, թե դարձու բանով 50,000 ես կգնեմ 9 կիլոգրամ երշիկ, գիտի եղավ ինչ։ Դուք թոշակառու չեք։ Ես օրինակն եմ ասում, բայց ես թոշակառու եմ, այո։ Դե լավ չի, ձեր թոշակն էլ է ավելանալու։ Եթե ավելանում է իմ թոշակը, առաջվա թոշակով առնում եմ 10 կիլոգրամ երշիկ, նոր թոշակով առնում եմ 9 կիլոգրամ երշիկ, ո՞նց ավելացավ։ Այսինքն գնաճ կա եւ այդ 10,000-ը, բայց մարդիկ նենց ուրախանում են մարզերում, բան չեն զգում։ Առաջի 2 ամիսը այդպես է լինում, հետո բանա, հետո ինֆլյացիան ուտելու է։
գնաճով այդ չեզոքանալու այդ 10,000 դրամը 30%-ով թոշակ ավելացնելը դա հավասարազոր է փող տպել տալ քաղաքացուն։ Դա բանա, իրա մեջ բան չի կրում։ Էական օգուտ չկա, այսինքն հա մեջը Բայց հիմա ոնց համարենք դա, համարենք դրակաշարքի շուրջ ձևով, կարելի է համարել, բայց էսի չի, հալասանք հեչ։ Հա։ Հալասանք հեչ։ Անելու իշխանությունը ավելի ուրիշ բան անելու։ Եթե տեսնա, որ չնայած հիմա այդ վտանգը ոչոթե չկա, բայց եթե տեսնի, որ մեր ձեւով շարժումը այս պահին ընդդիմության առաջատար ուժը թափահավաքում, ինքը գհանի, ծապայքարից գհանի եւ չի գրանցի պարզապես։ Չի գրանցի, բայց հետո գհանի։ Ոնց։ Ընտրապայքարից ոնց պիտի հանեն, եթե գրանցված մասնակցող։ Այնքան պահ հիմնավորում Մոլդովայի ոնց արեցին։ Կարող է Մոլդովայի օրինակը լինի, բացի այդ այս խոսակցությունները, որ չգիտեմ, զանգում էին օգնության պատրվակով, այսօր Նարեկ Կարապետյանը ճեպազրույցում ասաց, որ ուղղորդված, ոնց որ զանգում են, բա մեզ օգնեք, խնդրում են, որ հենց որ պատասխանը լսում են, դե կմտածեն կամ կասենք, դա դառնա բան, հիմք, որ տեսակ բարեգործության անվանտակ այսօրվա դրությամբ մեր ձևով շարժումը որի հիմնական քաշող ուժերը երևի լավ ուժեղ երևի չէ ուժեղ տնտեսագետներ բիզնեսմեններ են, բայց շատ անփորձ քաղաքական գործիչներ, այսօրվա դրությամբ իրենց բոլոր քայլերը ի նպաստ Նիկոլ Փաշինյանի է։ Իրենց բոլոր քայլերը ցավոք սրտի։ Ինչի, որն է ի նպաստ Փաշինյանի։ Օրինակի համար այդ երևույթները որ կան, այդ խոստանալա, չխոստանալա, ծուղակներ եւ այլ, զանգելով օգնել բաման, դա մեկ։ Երկրորդը լինելով ընդդիմության առաջատարը ոչ մի քայլ չի անում ողջ ընդդիմությանը համախմբելու համար։ Բայց գուցե դա Հօգուտ Փաշինյանի է, պարոն Աղազարյան։ Ոչ Հօգուտ Փաշինյանի է։ Չէ, որ միավորվեն Հօգուտ Փաշինյան, որովհետև առանձին ընդդիմադիր ուժերը ավելի շատ ձայն կարող են տանել ընդհանուր առմամբ, որովհետև տեսեք, մարդ կա Սամվել Կարապետյանին ընդունում է, բայց չի ընդունում ենթադրենք Քոչարյանին, չի ընդունում ուրիշ ուժերի, այսինքն առանձին ամեն մեկն ունի իր էլեկտորատը եւ այդպես ավելի ձայները բարձր կլինեն ըստ հաշվարկների։ Ես չեմ ասում մեկ միասնական ցուցակով։ Բա Եթե մեկ միասնական ցուցակի մասին խոսքը դուք լրիվ ճիշտ եք, միանգամից ճիշտ եք, բայց ես ասում եմ ճակատով։ Հա։ Այսինքն այդ ուժերը ստեղծում են նախընտրական ճակատ։ Ամեն մեկը իր ընտրացուցակով։ Եվ ստորագրում են հուշագիր։ Հուշագիրում ասվում է հետևյալը, որ ճակատի մեջ գտնվող բոլոր ուժերը հետապնդում են մեկ նպատակ՝ ձևավորել 4 ամսով ժամանակավոր կառավարություն հավասարակշռված, որպեսզի որևէ մեկը չկարողանա քաղաքական վերմակը քաշի իր վրա 4 ամիս հետո նորից գնալ ընտրության։ 1. Երկրորդը, այն ուժը, որը ստորագրում է այդ հուշագիրը եւ չի հաղթահարում շեմը, ապա ինքը նույնպես մասնակցում է ժամանակավոր կառավարությանը, այսինքն մի ամբողջություն է դառնում այդ իմաստով։ Երկրորդը, եթե որևէ ուժի ծվյալ դեպքում մեր ձևով շարժմանը ուժեղ Հայաստանին իշխանությունները ընտրապայքարից դուրս մղեն, ինքը ասում է, որ ընտրողները, իմ համակիրներ, իմ ընտրողներ, էլի կասի կասի ընտրեք մնացածին, ընդդիմադիրներին, ոչ մի ձայն Փաշինյանին, օրինակի համար։ Հա, բայց հանուն ինչի այդ միավորումը։ Եթե 4 ամսվա գաղափարը դու դնում ես, այդ ժամանակ ես կարողանում եմ իմ ընտրողի բացատրեմ, թե ես ոնց եմ Ռոբերտ Քոչարյանի հետ ճամփա գնում։ Այն դեպքում, երբ որ ես միշտ քննադատել եմ Ռոբերտ Քոչարյանին, երբեք չեմ վիրավորել, երբեք վատ բան չեմ ասել, բայց քննադատել եմ իմ կարծիքով։ Երբ որ իմ ընտրողն ասի, «Պարոն Աղազարյան, դու ասում ես Ռոբերտ Քոչարյանին չես միանում»։ Ես ասում եմ, ես չեմ միանում Ռոբերտ Քոչարյանին։ Ես իր դաշինքի մեջ չեմ մտնում, իր ցուցակը չեմ մտնում եւ այլն։ Մենք միասին լուծում ենք այս խնդիրը, որ բոլորս տեսնում ենք, 4 ամիս հետո գալու ենք ընտրության, ամեն մեկս մեր ծրագրով, մեր տեսակետներով իր խմբավորներ կառաջանան։ Այդ ժամանակ լինում է խոսալ։ Եվ քաղաքացին, որը նստած է տանը, շատ մի հատված կա, չէ, նստած է տանը, տենում է, որ երբեմն իրար հետ
շատ լուրջ հակասություն ունեցող ուժեր Բայց միավորվում են այդ նպատակի տակ։ հա, Ասմախպեջը դες եթե մի ձենս տամ, դրա քիչ են ասում լուրջ այդքան վիճակը փաստորեն որ այդ ուժերը իրար միավորվում են այդ հարցի լուծման համար։ Եվ այդ ժամանակը արդեն Սամվել Կարապետյանի ասածը կամ Էրզեու Շարժման ասածը եթե իրանց հանկարծակի դուրս հանի բանի դրապայքարից այդտեղ կհասնի եւ ժամանակավոր կառավարությունը կձևավորվի եւ 4 ամիս հետո Սամվել Կարապետյանը գա իշխանության։ Ինչ որ իրանք ուզում են։ Թողան։ Պարոն Աղազարյան, ձեր վարչապետի տեխնացուն Էդմոն Մարուկյանն էր։ Հա։ Ինչ եղավ այդ հարցը։ Ոնց բաժանվեցին, ոնց ամուսնալուծվեցիք այսպես։ Դե մեր վարչապետի տեխնացուներ բանի ֆորմանով Իմպիչմենտի բանը բայց համագործակցություն կար։ Համագործակցությունը կար, միջև վերջերս համագործակցում էինք, բայց բան չստացվեց, որ մեկ միասնական։ Ինչու չստացվեց։ Դե Չեք ուզում փակագծերը բացել։ Ինչն էր խնդիրը։ Դե բանը, խնդիրը ասեք շատ բանը չէ, ես իմիջ բանը չի, որ մենք չհաբանարեցինք, հաշտվեցինք բաների հետ կապված։ Տեղերի հետ կապված։ Որ տեղերի, որ մեկ ցուցակ, հա, ընդհանուր ցուցակով որ գնայք, որ տեղներ, բոլորը ամբիցիոզ էին, ուզում էին վարչապետի տեխնացու լինել։ Դե չէ, մենք վարչապետի տեխնացու չենք ուզում, մենք համաձայն ենք, որ Էդմոն Մարուկյանն է վարչապետի տեխնացու։ Այլ ի՞նչն էր խնդիրը։ Դե մյուս տեղերի հետ կապված, ասենք էլի համաձայնության չեկանք եւ հետեւաբար բանը։ Մենք այդ իմաստով համագործակցությունը դադարեցնենք, բայց ճակատի ֆորմատով կարող է համագործակցենք։ Հա։ Ձեւը չթափենք էլի, ասենք ես դա պատճառը դա գալ, ես մի այդ խնդիրը բոլոր տեղերը կա, մենք շատ որտեղն եք ձեզ առաջարկում, որ չհամաձայնեցիք։ Այդ արդեն չխոսանք, այդ արդեն չհասան, որովհետեւ հարմար չեմ գտնում։ Մենք մի քանի ուժերի հետ ենք համագործակցել, չի ստացվել, որը վերջինն էր բանն էր, ամենը։ Որ ուժի հետ բոլորի դեմ վերջին մեր բոլորի դեմ էր, որ երեք վերջնական մեր հանդիպումներ հայելի չստացվեց։ Ինչու։ Ըստ էության իրանք ուզում են, որ իրանք մենակ լինեն։ Իրենք չէին ուզում ձեր հետ համագործակցել։ Հա, չուզեցին։ Ինչի մտածում ենք ասոցացվեք, հա, ԿՊ-ի հետ դրա համար, բայց իրենց թիմի ներսում կար մարդ, որը ԿՊ-ի վարչաբենդին էր մասնակցել։ Դե եթե իրենց նպատակը այդ ծրագիրն է, որը մենք 100%-ով ընդունում ենք։ Հա, դուք էլ եք նույնը ասում գնալ, հետո ծրել, բան, հա։ Եվ բանը այսօր բանում չկա, քաղաքական դաշտում չկա երկու կներեք մեզ քաղաքական ուժ համարեմ էլի, եթե թույլ կտակ։ Չկա երկու քաղաքական ուժ, որ այդքան ընդհանրություն ունենան, ոնց որ մենք ու իրանք, ու չստացվեց։ Երիտասարդներ են ամբիցիոզ, լավ երիտասարդներ են, բայց ելի նույնիսկ քաղաքականության մեջ բանը ամփորձ։ Եվ մենք նույնիսկ դες առաջարկություն արեցինք։ Այն կինոն կա, հայտնի կինոս, ես նույնիսկ առաջարկություն կանեմ, որ ինքը չի կարա հրաժարվի։ Հա, ճիշտ է։ Մենք նույնիսկ առաջարկություն արեցինք, որ իրենք չէին կարա հրաժարվի, բայց դրանք հրաժարվեցին։ Պատճառը չհասկացաք, որն էր։ Չէ, պատճառը կար։ Պատճառը բաներ իրենց համար անընդունելի էր այդ առաջարկությունը։ Դա բաներ անում մեր պարոն Ասլանյանի եւ իմ ինքնասիրությունը շատ կվիրավոր էր։ Հա, այդպես մտածեցին։ Իսկ Հայկ Մարությանի հետ համագործակցությունը, որովհետև ըստ էության երկուստ էլ ճանապարհ էի կանցել ԿՊ-ի հետ ու Հայկ Մարությանը ես չեմ ընդունել ԿՊ-ի ժամանակ էլ միակ մարդն եմ եղել, որ դեմ եմ խոսացել վարչությունում, այդ ժամանակ վարչության անդամ էի, միակ մարդն եմ, որ դեմ եմ խոսացել, որ ինքը դառնա քաղաքապետի տեխնացու, ի տարբերություն մյուսների, որ նայում են վարչապետը ինչ ասում, բերաները բաց լսում են եւ բան են անում։ Եվ դեմ եմ խոսացել եւ չեմ ընդունում պարոն Մարուկյանի աշխատելավոճը, գործելավոճը, չեմ ընդունում եւ հետեւաբար իր հետ բանը ճակատի ֆորմատով հաճույքով։ Ճակատի ֆորմատով հաճույքով։ Բայց իրար հետ միանա։ Ինչն է ձեր տարբերությունը նկատի ունեմ, ինչի համար չէիք ընդունում Մարությանին։ Ինքը թիմային մարդ չի, ինքը բանը։ Անհատ խաղացող։ Իր էգոն շատ բարձր է։ Այդ Փաշինյանի էգոն բարձր չէր։ Փաշինյանի էգոն բարձր չէ։ Փաշինյանը բանը ուրիշ այլասերվածություն ունի։ Էգոյի այլասերվածությունը չի։ Կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող այլ կարծիք հայտնել, քան ես։ Բա ինչի մասին է խոսում։ Սուպեր վարչապետի կոստյումը հայքելա, այլ անկախ մարմինների ներկայություն կարծիք չի հանդուրժում մարդը։ Էգո չի, դա դիագնոզ է։ Հա, դիագնոզ է։ Այո, դա էգո չի։ Բոլորովին։ Ասիկի ինքը կանգնի խորհրդարանի ամբիոնից
Հասին պատասխանելուց այնս խոսա, որ դու հայ-հայը համոզես այդ ասած ախպեր ես պիտի իրան ձայն տամ։ Ոնց է խոսում արդարադատության մասին, ոնց է խոսում արդարության մասին, ոնց է ներկայացնում մեր մոտ արդարադատության վիճակը, ասես ախպեր ես մարդներ ու մի տարի կես առաջ ՎԴԽ-ի նախագահին ասես դիմուգրել հրաժարվի։ Հա, խնդրել եմ, հարցը չի առաջանում, ասես դարձին դիագնոզի հարցած, թե բան։ Եվ այդ տիպի մարդիկ սա իրար նման են։ Համաշխարհային բանի մեջ նայեք, սա իրար նման են։ Միայն էգոն էր։ Էդ էգո չի իմ կարծիքով, կամ ես լավ չեմ հասկանում ինչ ասում էգո։ Բայց Մարուքյանը մոտ գծված էգո է, ինքը երբ որ քարոզարշավն էր, ես վերջին ընտրությունների, քաղաքապետարանի ընտրությունների, ես հələ ԿՊ-ի մեջ էի։ Հարցազրույց եմ տվել, եթե չեմ սխալվում, բանն էր երևի։ Free News։ Հա, Free News, կամ Free News-ին հարցազրույց տվեցի այն ժամանակ։ Ասեցի, եթե Հայկ Մարուքյանը ուժը չհաղթի ընտրություններում եւ Հայկ Մարուքյանը մնա խմբակցության ղեկավար, տեսեք ինչ եմ ասում, այն ժամանակ ես կհրաժարվեմ իմ մանդատից։ Ես ասում եմ, որ ինքը չի մնա խմբակցության ղեկավար։ Ինքը չի ասում, որ հաղթի ընտրություններում, որ ծառայի Երևանցուն, ճիշտ է։ Դա չի ասում, ծառայի։ Բայց եթե քաղաքապետի պաշտոնը չստանար, չէր մնալու։ Այսինքն խմբակցության ղեկավարը չի կարա ծառայի Երևանցուն, բռնի Ավինյանի ձեռքը այս կամ այն սխալի վրա, դա օգուտ Երևանցուն չի։ Ես ասեցի, եթե ինքը չհաղթի ընտրություններում, իրանց ուժը չհաղթի ընտրություններում, եւ եթե ինքը մնա խմբակցության ղեկավար, ես մանդատից կհրաժարվեմ։ Այդ չմնաց խմբակցության ղեկավար, թող մնաց։ Բայց այդ գավի հիմա եկել եմ, բան եմ արել, եւ բա մեզել են չի ասում, ասում են, պարոն Ասլանյան, պարոն Աղազարյան, ինչ գործ տվեք էլի վայ։ Ինչ է փոշի ասնում ձայները, չէ։ Ես ասում եմ, չէ, իրավունք ունեն ասեն, բայց ես պատասխանում հետևյալ կերպ։ Այնպես չի իրավիճակը, որ մենք փողոցով քայլում էինք, մեկի կողքը աղմուկ լսեցինք, ասենք այդ ինչ աղմուկ է բաման, ասին ընտրություններ է։ Ինչ ընտրություններ, ազգային ժողով, վայ, Օրնասին չտակ մասնակցենք։ Այդ վիճակը չի, էլի, մենք մեջն ենք եղել, մենք հորձանուտում ենք եղել ինչ-որ իմաստով մի պահ էլ ասենք մեր անվան հետ կապված լուրջ բաներ եղավ եւ այլ։ Եվ հետեւաբար մեզ թվում է, որը կարող է սխալ լինել։ Մեզ թվում է, թե մենք կարանք հալավոր օգտակար լինենք մեր հայրենիքի, մեր պետականությանը, եւ հետեւաբար մենք չենք կարող թոնենք, փախնենք այս մարտադաշտից, ասենք, ժողովուրդը կասի, պարոն Աղազարյան, պարոն Ասլանյան, շատ շնորհակալություն ձեր նաեւ քաղաքական թոշակի անցնելու ժամանակն ունենք։ Մենք եկեք ցանկ այն ժամանակ։ Հետեւաբար մենք չենք այս մեր տարիքով հանդերձ մենք չենք նահանջում, չենք փախնում այդ դիրքերից։ Իսկ Մարուքյանը երիտասարդ Ալինով լեցուն չմնաց խմբակցության ղեկավարի, ես պետք է լինեմ բան։ Դա իրայի դժվար է, էլի։ Հասկացա։ Իսկ ազգային ժողովի ընտրությունները մոտ են, մի 50 օր ժամանակ է մնացել, արդեն ցուցակները պատրաստ են, մարդիկ տանում են ԿՀ գրանցելու իրենց ցուցակները, էլ ժամանակ չկա, պարոն Աղազարյան։ Հիմա ոնց հասկանանք, դուք քաղաքական դաշտում մնալու եք, չեք մնալու, եմ ասում, մեր ազնիվ ցեղը հիմա գնալու է կորի, թե չէ, ինչ է լինելու։ Դե մենք քանի որ մենք գիտենք, որ մեր քարը ծանր է, եւ մենք միջև վերջը չենք կարա ձերբազատվենք այն հանգամանքից, որ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, մենք մեր համաժողովը երևի կցնենք ամենավերջինը։ Հա։ Ժամանակին հաբանը։ Սպասեք տեսնենք։ Ամենավերջինն ենք կցել մեր համաժողովի օրը, 19-ին է մեր համաժողովը, որ եթե անտիրական մնանք, մենք մեր դվեցանք։ Հիմա մեր համաժողովը։ Բայց դες կփոշիացնեք լրիվ ձայները։ Այսինքն դուք գիտեք, որ անցողիկ շեմը չեք հաղթարի, դուք էլ եք ասել դա մի քանի անգամ։ Որ չեք հաղթարել էլ ինչ։ Ես չեմ ասել, որ մենք չենք հաղթարի։ Ես ասում եմ, որ դժվար է, ես չեմ ասել, որ մենք չենք հաղթարի։ Հա, բայց անհնարին չի։ Անհնարին չի։ Բայց եթե դուք չեք։ Եվ հիմա բոլորը նրանք ովքեր չեն միանալու այդ առաջարկությանը, ճակատով ֆորմատին, մեր համար դառնելու են օրինական թիրախ։ Բոլորին հարվածելու են։ Եթե մենք ճանապարհ ենք հարթում, ճանապարհ ենք ցույց տալիս, որով Սամվել Կարապետյանը գալիս է իշխանության 100% երաշխավորվածությամբ, ընդամենը պիտի 4 ամիս ձգձգվի հայրենիքի փրկությունը։ Այդ ախանցիլը մեր 4 ամիս պետք է հայրենիքի փրկությունը ձգձգվի։ Եթե մենք այդ ճանապարհը մենք ցույց ենք տալիս, ապա իրանք չեն համաձայնվում։
հարցեր առաջանում։ Հայաստան դաշինքը քիչ բանանում հարցեր առաջանում։ Ես մի անգամ հարցազրույց հետևեմ, երևի մի ամիս երկու ամիս առաջ, եւ ասացի, որ դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքերից բռնած գնում է դեպի պետականության կործանման։ Ես միտք եմ ասել։ Հիշում եմ։ Եվ իմ նախին գործընկերները եկան դժգոհեցին, որ խես է ձևի բան ասել, ինչ նկատի ունես։ Ասում ո՞նց ինչ նկատի ունեմ։ Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղություն, Արցախ չկա, դուք ասում եք Արցախի էջը փակված չի։ Նիկոլ Փաշինյանը ասում է պատերազմ, խաղաղություն։ Ժողովուրդը դեռ խաղաղություն է։ Հետևաբար ասում պատերազմ չէ, այդ դու ԿՊ-ի թեզն եք առաջ տանում։ Ոչ մեկ ընդդիմադիրներից չի ասել պատերազմի կողմնակից են կամ Արցախի էջը փակված չի։ Բացատրում են դրա տակ ինչ են պատկերացնում։ Դա տակ էդի բացատրումը մենակ Ռոբերտ Քոչարյանն է այսօր բացատրում արդեն հասկանալով իր փորձը, բայց մյուսները դեպի չեն ասում։ Այսինքն պետականորեն Արցախի հարցը հետապնդել չի կարելի։ Որովհետև դա աշխարհի համար եւ Հարևանի համար ընկալվում է տարածքային խնդիր։ Բայց մարդիկ ազնիվ են, անկեղծորեն ասում են, իրավիճակ կարա փոխվի, էջը ոնց եք փակում։ Ոնց եք հայցերը հետ վերցնում միջազգային։ Էջը մի փակի, դա Արցախի ժողովրդի մեր եղբայրների եւ քույրերի խնդիրն է, հասարակական կազմակերպությունների խնդիրն է, միջազգային կազմակերպությունների խնդիրն է եւ եկեղեցու խնդիրն է։ Դա չի դրա համար։ Հիմա չասեմ, որ չենք փակում մենք էջը։ Չէ, եւ չես փակում, ասենք դու գալիս պետ իշխանություն դառնաս եւ այդ բանան ես այդ հարցը բերես օրակարգ, հա? Հնարավոր է ինչ-որ պահ լինի, որ բերես օրակարգ։ Պահից կախված աշխարհը վայդի վերումների մեջ է, մենք այ դրա համար էլ Նիկոլ Հասմանը քաղաքական դաշտը բաժանում է պատերազմի հրձիկների եւ խաղաղության մունետիկների եւ բնականաբար խաղաղության մունետիկները հաղթելու են եւ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետ եւ այն մարտահրավերները, որոնց անակնկալությունը ես ունեմ ծառայելու են մեր առաջ, որոնք դառնալու են անկառավարելի, որոնք վտանգ են ներկայացնելու հայոց պետականության համար, չեղա որ ձերքից բռած գնացին հայոց պետականության կործանման։ Բայց քննադատում եք, որ Հայաստան դաշինքը չի ձեզ իր շարքերը վերցնում, բայց մի մոռացեք, որ ինքը ունի Գեգամ Նազարյանի փորձը, ոնց հայկական ժամանակի հետ առնչություն ունեցած մարդուն ներգրավեց իր շարքերը ու պայծերյա տվեց այդ մարդուն։ Երևի թե ես սխալ ասացի իմ միտքը։ Ուրեմն եթե նույնիսկ Հայաստան դաշինքը ձեզ առաջարկի, մեզ առաջարկեր, մենք չէինք համաձայնվի։ Որովհետև գաղափարական ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ այնպես չի եղել, որ իրանք առավոտից ցիդուկը մեզի խնդրել են, ոչ խնդրել։ Հասկանալի կուզեի լինել, ասենք։ Ես շատ եմ կարևորում իրանց դերակատարությունը, շատ եմ կարևորում իր դերակատարությունը, հաջողություն եմ ցանկանում նույնիսկ, բայց հարցեր կա ու չենք կարող ասել օրինակ եմաց։ Պարոն Աղազարյան, ասում եք դե չենք մեզ չի հաջողվում ազատվել այն բանից, որ մենք Նիկոլ Փաշինյանի գուցեդել ենք։ Մեզ չի հաջողվում, մենք այդ խնդիրը չենք լուծում։ Որովհետեւ ես չեմ ապացուցել, որ ուխտ չենք, այդ խնդիրը չունեմ, այդ խնդիրը անլուծելի խնդիր է։ Անլուծելի չի, դուք ձեր վարքագծով համոզում եք լսարան։ Որպես հայոյանք անեմ կգալվի, որ ես բանը Նիկոլ Փաշինյանի պրոյեկտը չեմ, ինչ անեմ օրինակ։ Ձեզ ոչ մեկ չի ասում հելեք հայոյեք Նիկոլ Փաշինյանին կամ մի ինչ որ բռնություն գործադրեք կամ մի բան արեք։ Խորհուրդ չէ, դա այնքան բնազդային մակարդակով է լինում, երբ որ օրինակ հաղորդումներից մեկի ժամանակ դուք եւ Գևորգ Պետրոսյանը իրար դեմ այսպես նստած էիք, Գևորգ Պետրոսյանը մի հատ բան ասում Փաշինյանին, դուք Փաշինյանից ավելի շատ մի նեղվում եք, նեղ սրտում եք, բանը հասել էր իրար քացիներով ծեծելուն, քացի եք տալիս իրար։ Միշտ հաղորդում սկսել է, քանի որ ես ծանոթ էի պարոն Պետրոսյանի լեքսիկոնին, ես իրան խնդրեցի, ասեցի պարոն Պետրոսյան, մի խնդրանք ունեմ։ Փաշինյանին բան չասեք։ Մի խնդրանք ունեմ, իմ նախին գործընկերների հասցեին վիրավորական բառեր չօգտագործեք, քննադատական ինչքան ուզեք։ Իմ հասցեն, ինչ ուզում եք ասեք, ես թե վիրավորականը ո՞րն է, Նիկոլ Փաշինը վիրավորական էր ձեր համար։ Նիկոլ Փաշին չէր ասում։ Հա։ Բայց ձեզ պարոն Աղազարյան ԿՊԱ-ականները կներեք։ Փաղաքշանքով էր ասում Նիկոլ Փաշին ինքը, հա։ Իդ ոնց հենց այդ են մարդիկ տեսնում, ասում են հենց մարդը թևերը փռած Փաշինյանի վրա։ Ցանկացած նույն ԿՊԱ-ականները, նույն Նիկոլ Փաշինյանը ձեզ վիրավորել է ամենավերջին աստիճանի։ Ես էլ վիրավորել։ Ձեզ նսեմացրել եւ ստորացրել են ԿՊ վարչության նիստում, ազգային ժողովի նիստերում, ձեր հարցերին չպատասխանելով, ձեր այդ հեգնական վերաբերմունքով ձեզ ասում են դուք անբարոյական եք, ինչ ասես հանեցին ձեզ, պարոն Աղազարյան։ Ու դուք այդքանից հետո եթե ձեր թևերը փռում եք Փաշինյանի վրա, մարդիկ որ
տեսնեն, ո՞նց չմտածեն, որ դուք Փաշինյանի մարդն եք։ Դե ուրեմն մենք խելապակաս ենք, ոչ Փաշինյանի մարդ ենք։ Փոխանակն էս բաներ անենք, որ դուք գլխի չգնեք, որ մենք Փաշինյանի մարդ ենք։ Բաց ենք անում, որ հասկանան, որ Փաշինյանի մարդն ենք։ Չէ, ուղղակի թելերով չի հաջողում, երբ որ դուք իրան շեֆ որպես ընդունել եք արդեն, ոնց որ մտածել եք, որ ղեկավարը շեֆը հավատացել եք այն աստիճանի, ոնց որ շատ աշահարկում ձեր Հիսուսի հետ համեմատություն, բայց Հիսուսի հետ համեմատություն չէի կարել, ուղղակի ասել եք, որ իրեն ճանաչելով հավատացի, որ Հիսուսը գոյություն ունեցել է ժամանակ։ Ասեմ, շատ ներողություն խնդրում հավատացյալների բոլոր։ Հիսուսը գալատ արել է իր մոտ։ Ո՞նց։ Ո՞նց։ Այն համառությունը, որ թքում են երեսին ինքնետում, որ բան հայոյում են ինքնետում, ես չեմ պատկերացնում, որ որևէ բան մարդ արարած, այդ թվում նաև Հիսուսը կարող է ամեն ինչի դիմանալ։ Բա իհարկե։ Պարոն Աղազարյան, հազար ներողություն, դուք Հիսուս Քրիստոսի անցած չարչարանքները, ով է Հիսուս Քրիստոսը, Գողգոթայի խաչվելը, դուք այդ պատմությանը Աստծո որդին է, որը ուղարկվեց, այո, որը ուղարկվեց, Վահագովը, որ Վահագը, Ալեքսանյանը չէ, Վահագը։ Վահագը ծնա Մանուկ Գեղանի հետ ով է։ Հա, այդ աստվածներին եք անցնում։ Բախի քոնը թողած խալխինն ես պաշտում։ Հա դուք անայդ Աստծուն եք պաշտում։ Այսօր իր սերունդները ցեղասպանություն են անում Գազայում եւ բանում քու եղբայրական բանում Իրանում։ Այդ դու կարաս ասես գեղեցիկ կեսվածքով Հիսուս պաշտպանես, որը ուրիշի տղեն է, ուրիշի բալամն է։ Ուրիշի չէ, Աստծո որդին է, պարոն Աղազարյան։ Հիմա դեռ հարություն է արել, հա։ Հիմա դուք բանը, որ սա խոստանգում է իմ կրոնական հավատալիքների, իմ կրոնական զգացումների եւ ոչ միայն իմ նկատմամբ, պարոն Աղազարյան։ Դու 40 անգամ կոնկրետ դուք եք ասել, որ համեմատել եք Հիսուսի հետ, համեմատել եք Հիսուսի։ Ես ասեցի չեք համեմատել, ես բառացի կրկնեցի, որ դուք ասել եք, որ երբ որ ծանոթացա, ես չեմ հրաժարվում այդ խոսքերից, բայց դա չի նշանակում, որ իմ մոտ կարող է պատահել։ Հիմա եթե դուք բանա, որ իմ մոտ մեկին վիրավոր եք, ասում մի արեք, էլի։ Բայց այդ մարդը ինքը պատասխանատու է իր խոսույթի համար։ Հիմա եթե ձեզ հրավիրել են բանավեճի, ինքը ուրիշ բան է ասում։ Պայմանավորվել եք ինքը ասես չեմ ասի։ Ասես հետո ասես։ Այդ բառերին ասեցի։ Ասացիք Նիկոլ Փաշին չասես, ինքը ասեց եղավ չեմ ասի։ Նիկոլ Փաշին չասեք, էսի չասեք, մի քանի բաներ չեմ ուզում կրկնեմ, եթե ասեցի, ասում եղա պարոն Աղազարյան։ Որ ասում է մարդը պատասխանատու է իր խոսույթի համար, պարոն Աղազարյան։ Դուք ձեր խոսածի համար եք պատասխանատու։ Հիմա դուք ինչ ուզում եք ապացուցեք, բանը համոզեք, որ մենք Նիկոլ Փաշյանի պրոյեկտն ենք, ձեր ասածն է։ Ես չեմ համոզում, ես ասում եմ, բայց եթե չեք ուզում ասոցացվել, ո՞նց եք դուք այդքան պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, երբ որ հատկապես ես տեսնում եմ նույն ազգային ժողովում, թե ոնց են ձեր այդ վերաբերվում, պարոն Աղազարյան, ինձ համար հավատացեք ընդհանրապես հաճելի չի, որ ձեր տարիքի մարդուն։ Բավոս պետք է, չէ, մի տարիքի գործություն է, էյջիզմ չի կարելի, իմիջիալոց երիտասարդ։ Էյջիզմ, նաև էյջիզմ անեմ։ Բայց մի րոպե, ասեք, բայց պիտի անեմ, պիտի դրան գլխներին։ Մարդու հետ հաց են կիսել, ճանապարհ են անցել, դուք իրաց նախկին թիմակից եք գնալ ոտնատակ են տալիս ձեզ։ Նիկոլ Փաշինյանի համար այդպես հասկացողություն չկա, սրբություն չկա։ Չկա, իհարկե չկա։ Իրա չկա, ինքը մենակ բանը, մարդկաց դիակի վրով երկեցա, մենակ իր հասնի իր նպատակին։ Ոնց եք դուք կոնկրետ։ Եթե ես ասում եմ, եթե ինձ ասում են պարոն Աղազարյան, ինչ կասեք, ինչ կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը բան անում, դմդմբացնում է, էլի բան այս կոմ ասում, լավ անում, որ դմդմբացնում է, դա վատ բան չկա, դա չեմ տեսնում։ Բայց այդ դմդմբացնելուց առաջ լավ կլիներ մի երկու բաժակ իր տղայի հետ օղի խմել, ժամանակ անցկացնել, դմդմբացնել, իր տղու հարցերը լուծել, նոր այդ խարխի տղեկին աղջիկներին ուրախ տրամադրություն հավաքել։ Բայց քիչ եք ասում, ոյ մոլոդեց պարոն Աղազարյանը, էս ինչ ասեց։ Իսկ իր մոտ երբ վիրավորել են Աղազարյան ասում չի կարելի, խնդրում եմ մի վիրավորեք ինձ, եւ ինձ հիմար վիճակի մեջ մի դրեք, դա համար է Նիկոլի պրոյեկտն է։ Դե հիմա ինչ հետեւաբար նորից եմ ասում, էդի բան ոնց է անես, ոնց է չանես։ Փաշինյանի նկատմամբ ձեր առանձնահատուկ վերաբերմունքն ենք մատնանշում, պարոն Աղազարյան։ Նույն ձև, եթե ես հասկանայի, որ դուք սուտ սիմվոլիկան նկատի ունեք, սիմվոլների նկատմամբ ձեր հարգանքը, այդ դեպքում դուք Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ այդպես չէի կարծում մնացածի, բայց եթե դուք մեկին վիրավորում եք, այն մեկի նկատմամբ չեք հանդուրժում։ Եթե դու մի հատ բան կասեմ, մի հատ կասեմ, չեմ ուզում եթերով ասեմ, էլի։ Մի հատ բան կասեմ, որ հուսով եմ, որ ասենք կոնկրետ դեր մոտ բան այդ կարծիքը կփոխի ամենայն դեպս։
Ես կսպասեմ ճիշտն ասած այդ արտահայտության, որովհետև ես անկեղծ եմ ձեզ հետ։ Ես անկեղծ ասում եմ որպես կողմնակի դիտորդ հաղորդմանը։ Ես դիտում եմ ու իմը հարց ես գիտեմ, որ իմ ինքը հրահանգ ատվել, որ իմ հարցերի չպատասխանեն, պարոնացան հարցերի չպատասխանեն, իգնորանեն։ Այո, ու արհամարական հարցը տալիս եք գրավոր թող ուղարկի, ոչ մի օր չեմ պատասխանում ձեր հարցերին, այսինքն դուք ոնց որ գոյություն ասիկ առաջին անգամ որ չպատասխանեցին, մենք չէինք հասկանում, որ երկրորդ անգամ էր, թե ինձ խելոք պայեցի ատենք Գևորգ Պետրոսյանի մոտ բան, ասենք պատասխանել հարցից, այդքան միամիտ ենք էլի, հա մենք։ Չէ, մենք այդքան միամիտ չենք։ Մենք գիտենք, որ չեն պատասխանի, բայց շատ ժամանակ Երբ հարցը հնչում է, պատասխան սպասելու կարիք չկա, կարևոր է հարցը հնչեցնելը։ Այո, ռետորաբար հնչեցնում եք։ Իսկ կարող է դուք առհասարակ կաշկանդվածություն ունեք, որ շատ չանցնեք իր հետ կապված գծերը, որովհետև քրեական գործեր կան ձեր դեմ, ու գուցե մտածում եք, որ կարող է Փաշինյանը միջամտի այդ գործերը ամեն դեպքում կարճել, հետ կանչել։ Այսինքն դա ձեզ հնարավոր դա է կաշկանդում, որ դուք չեք ուզում այսպես լրիվ կապերը խզել ՔՊ-ի եւ Փաշինյանի հետ։ Արդարադատության եւ արդարամտության իր պատկերացումների շրջանակներում վերջերս որ կանգնում է կառավարությունը հարցեր եք տալիս իրան։ Հարցերից պատասխանի ժամանակ ինքը անուղղակի անդրադարձավ ինձ։ Եվ դա բաներ սիգնալ էր եւ դատավորին եւ իրավապահներին, որ ես չեմ մոռացել, հա, այստեղ եմ, արդեն եւ բանի վկաների, որ այդ նոր փուլերը սկսում են ծաղկալի փուլն անցավ, կարդում էին հիմա եւ վկաներին, որ ես ստեղ եմ եւ հələ ես բան եմ չարացած եմ մաղազանի վրա, հանգած բան չանեք, ես պատասխան տվեցի դրա համար, ես պատասխան տվեցի, պատասխանեցի բանը, հարցազրույցում պատասխանը տվել եմ իրան այդ հարցով։ Հետեւաբար Այսինքն դուք եք ընդունում, որ այս ինքն է նաեւ իրավապահ մարմինների թելադրողը, այսպես ասած, ու դրա համար իր հետ մի քիչ բան եք, կանոնակարգված եք, ուրիշ настройք եք այնպես եք արել, կարգավորումները ձեր։ Այո, այդ ձև է, բայց ես այդ իմաստով բացարձակապես կանոնակարգված չեմ այդ իմաստով, որովհետև ես վստահ եմ, որ դատական գործընթացը ես շահելու եմ, եւ երբ որ իր հրահանգով Աբազյանը ինձ համոզում էր, որ ես բանանել մանդատս վայր դնեմ եւ այդ ժամանակ այդ գործերը սաղ կվերանան, ես չգնացի այդ քայլին, որ կարողանամ, ասենք, ձեր նման լրագրողների հարցերի պատասխանը, ասում չէ, ես չեմ ընտրել այդ ճանապարհը, որ հələ ճանապարհը ընտրել եք, ասեք, դե պարոն Աղազյանը մեղավոր էր, մանդատը վայր դրեց, որպեսզի խուսափի պատասխանատվությունից։ Չէ, հիմա ես հետեւաբար այդ process-ը գնում է եւ ես ամեն ինչ անում եմ, որպեսզի որևէ այդ իմաստով իրավական հետևանք իմ համար չունենա։ Ձեզ պետական դավաճանության մեջ էի մեղադրում, ասում են գաղտնիք եք պետական հրապարակել։ Մենք առ այսօր այդպես էլ հայ հանրությունը չի իմացել, թե այդ ինչ գաղտնիք եք դուք հրապարակել, որը մեր պետական անվտանգությանն էր սպառնացել, այսպես գալիս էին ԿՊԱ-ականները, լրագրողներին ասում էին դուք չեք պատկերացնի, ինչ ենք տեսել, ինչ են շշմած աչքերով ներկայացնում էին, մենք արդեն իրավապահ մարմինների տիրույթում այսպես են պատասխանում։ Մի տարի այդ գործը հարուսված է։ Ոչ մեկը ինձ հարցակնություն չեն կանչել։ Ինչ եղավ, հայ է ուզում հասկանալ։ Մի տարի հարուսված է, ես լրատվական միջոցներից եմ ասել, որ գործը հարուսվել է, բայց ինձ ոչ մեկը հարցակնություն չեն կանչել։ Ուղղակի այդպես դրել են դարակում։ Բա եթե ես պետական անվտանգություն պարունակող գաղտնիքի արտահոսք եմ արել։ Սպառնալիք եք պետության համար ըստ էության։ Ո՞նց կարող թողնել ինձ ազատության մեջ, այդ տարիուկես բավարար էլի բաներ անեի, նմանատիպ բաներ անեի եւ վնասայի պետությանը։ Հետեւաբար էդի բաներ, այդ գորգռոսնա ու բորբռոսնա հետո դե արդեն դու գնա բան ապացուցի, որ ուղղ չես, արդեն քո խնդրեմն ապացուցի, որ ուղղ չես։ Բայց ես ապացուցի բացում դատական process-ը հետո այդ հարցով նորից եմ ասում, ինձ հարցակնության չեն կանցել բացարձակապես, հեռախոսս իրանց մոտ է, պարունակությունը կարծացել են լկտիաբար, սողունաբար, կարծացել են ուրիշի հեռախոսի պարունակությունը այն մարդուն չի վերաբերվում, ով օրենքով կարար նայել։ Այդ մարդուն չի վերաբերվում, ինքը լիամոքն նայել է։ Բայց այն մարդը, որ նայել է այդ առանց այդ իրավունք ունենալու, ինքը ցուսաբերել է մարդկային կյանքի նկատմամբ, մարդկային բաների նկատմամբ, ազատության նկատմամբ սողունի վերաբերմունք։ Ցանկացած ով որ այդ իրավունքը չունի եւ այլն։
Հիմա չասեմ մեկ իրավունք ունեք նայել եք, էլի չկա ձեր իրավունք, որովհետեւ ոնց հասկացած դատանի որոշումով կա թե ով պիտի նայի Այո։ մարդու հեռախոսը եւ ինչ պիտի նայի։ Այսինքն, երբ որ ասում եք այդ միտքը, գիտեք կոմունիկացիա ունենք։ Դե թող բանանեն։ Պարոն Ասլանյանի հետ այդ պահվածքի ինչով էր պայմանավորված։ Ասես պարոն Ասլանը ասես բերեք նա ինքն էր նայել այդ նյութերը, ասես բերեք հանձնաժողով ստեղծեք, դրանք ո՞րն է, թե պետական գաղտնի պարոնակով բանը մենք իմանանք, ես էլ դիրքորոշում ունենամ։ Բախի չարեցին։ Որտեղ է արտահոսքը, թիմի բաներից արտահոսքը։ Թիմից արտահոսքը, դեպի արտահոսքը ես նույնպես համարում եմ անընդունելի, եթե լինի։ Անընդունելի չէ, դավաճանություն։ Դավաճանություն։ Ոչ պակաս կամ պետական դավաճանություն, ես դա էլ դավաճանություն համարում։ Այդ թող բանան են, հիմնավորին ցույց տալին, ասին տեսեք պարոն Աղազարյան, մենք երեկոյան խոսացել ենք այս մասին, դուք առավոտյան հրպսիմեն տպել է։ Հրպսիմի հետ դուք սրճարանում այդ երեկոյան ուժամի սուրճ եք խմում։ Մենք արագ այդպեսի դա։ Թող բերեն 1 2 3։ Որտեղ դուք լրագրողներս ո՞նց եք աշխատում։ Հիմա ես եմ ավելի լավ պատգամավոր ինչ-որ իմաստով, թե դու Ռիփսիմեջան։ Դու իմ հետ ես աշխատել, նախին պատգամավորներից ես աշխատել, հաղթել աշխատել եւ լիքը պատկերացումներ ունես եւ քաղաքական գործընթացների հետ կապված։ Այո, կարող ես Եվ իրավական գործընթաց։ Վերլուծում ես բան ես տանում։ 10 հատ վերլուծում ես, մեկը մի քիչ մոտիկ անում, մեկը քիչ մոտիկ անում, ինձ ես մի հատ հաստարից նանես, մի հատ հաստարից հաստից, մի հատ պատկերը ամբողջանում։ բռնում է։ Ո՞։ Հասկացա։ Այդպես էլ այսինքն մնացել է այդ գործը, ոչ հարցակնվել է, դարակում պահում են, երևի մտածում են, որ պահին, որ դուք ձեզ ինչ որ բան խելոք չպայեք, այսպես Ես ասա։ խելոք չեմ պայելու։ Հա։ Հա, ես խելոք չեմ Թող են գլխից իմանան։ Չէ, իրակի լավ էլ գիտեմ, որ ես խելոք չեմ պայելու։ Եվ պետք եղավ բանի դոկ հուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի բառապաշարով խոսեմ։ Իրանց Անհասկացողների համար։ Բա ոնց։ Կարող է սպասվում առաջադրվեք, լտեսնեն ինչ թափեք հավաքում, ինչ եք անում, որ նոր Արդեն ուշացել են, մենք առաջադրվելու ենք եւ մենք ճակատը ձևավորելու ենք եւ բանը ԿՊ-ն չի վերարտադրվել։ Ինչ կասեք մյուս կուսակցությունների ընտրացուցակների մասին, որոնք արդեն հրապարակվել են, որոշ մարդկանց համար անակնկալներ էր, օրինակ անակնկալ էր այն, որ Հայաստան դաշինքի պատգամավորներից ԲՀԿ-ի ցուցակ են տեղափոխվել, նաև Արծվիկ Մինասյանի տեղն էին շատ քննարկում, այսօր ազգային ժողովում էլ էին այդ հարցը բարձրացնում։ Ձեր համար ինչ անակնկալներ կային առհասարակ ցուցակներում։ Նախ այդ որ տեղափոխվել են, ասենք, ուրիշ կուսակցությունների ցուցակները, քաղաքական գործընթացներ է։ Նորմալ է։ Ասիկ օրինակի համար։ Նիկոլ Փաշինյանին կարելի է դավաճանել Լևոն Տեր-Պետրոսյանին, կարելի է հակից դուրս գալ, դավաճանել հակին, իսկ Աղազարյանը չի կարելի դավաճանել Նիկոլին։ Ոնց, որ օրենքով։ Հա, ճիշտ եք։ Դե դա դավաճանություն չի։ Դա քաղաքական գործընթացները, որոնք գնում են։ Կոնկրետ Էլինար Վարդանյանը։ Ինքը ոչ դաշնակցության անդամ է, ոչ բան է։ Դա դաշինքի անդամ է եղել։ Բայց գործող падգամավոր է մի ուժի, որը ունի իր ցուցակը, այնտեղ չի առաջադրվում։ Այսինքն դու ասեք հիմա դուրս գալ բանից падգամավորությունից, այս պայն դուրս գալ։ Դե կարող է քննարկել եւ ասել չէ լավ, Էլինա ջան, ի՞նչ է խանգարում։ Դու մեր տրաբանը մեր գիծը տանում ես, բանեսանում մնա, ի՞նչ է խանգարում, նորմալ։ Ես չգիտեմ։ Եթե դա լիներ Արծվիկ Մինասյանի հետ, Գեգամ Մանուկյանի հետ քննարկենք այդ հարցը, դա կլինի սենսացիա։ Քննարկենք այդ հարցը, բայց դա ինչի՞ չէ։ Հիմա դաշինք հաստատվել, լավորը հաստատվել, չի։ Հիմա այդ մարդը ինչի՞ հանգամանքներից դրանով այդ դիրքորոշումն անընդունել։ Ինչ կա դե բանը, ես ինչ։ Լավն են, ուժեղ են, բոլոր ցուցակներն ուժեղ են։ Իմ համար բանը մի քիչ անկախ նաև տարաձայնություններից, ասենք բանը ՀՀԿ-ի այն լուրջ դեմքերը, որ չկան, դա մի քիչ լավ չի։ Աշոտյան, Շարմազանը, բան, հա նկատի։ Մի քանի հոգի կան, որոնք ասենք բան են, էլի։ ՀՀԿ-ն որոշեց չառաջադրվել։ Մտածում եք ուրիշների ցուցակներում պիտի իրենց տեսնենք ամեն դեպքում։ Կամ պիտի առաջադրվեին, կամ տեսելի, կամ նման մի բան։ Թե չէ բոլոր մյուս ցուցակները բանը հակը, ասենք հակի ցուցակը բոլորին չեմ ճանաչում, ինչքան որ գիտեմ նորմալ մարդիկ են։ Բանը միասնության թևերն էլ մի քանի հոգու եմ ճանաչում, Արմեն Թաթոյանին, Դավիթ Անանյանին, բանը շատ լավ կարծիքի եմ։ Շատ լավ կարծիքի եմ, օրինակ իրաց մասին
Հասկացա։ Պարոն Աղազարյան, քանի որ խոսեցինք այն մասին, որ դուք էլ թոշակառու եք, Փաշինյանը ազգային ժողովում ասաց, որ այսօր շանս են տվել թոշակառուներին, կարան հանգիստ իր բարձրացած 10,000 դրամ թոշակով մի քանի անգամ թռնեն Լեռնակա, որը 900 դրամ է տոմսի արժեքը։ Ձեր մտքով չի անցել գնալ Լեռնակա։ Առաջ էլ ասում էր գնում են Փարիզ սուրճ են խմում, հետ են գալիս։ Հիմա քանի անգամ եք գնացել սիրո քաղաք Փարիզ։ Իդեպ Լեռնական Կիպրոսի հատվածում է գտնվում։ Մի փոքրիկ անեկդոտ պատմեմ։ Հա։ Սովետական միության ժամանակ նամակագրում բանը դրսի իր բարեկամների մեկը նամակագրում, դա բանը KGB-ն նայում է, չէ՞ նամակները, ինչ է գրել բամը։ Մեկը գրում է այդպես, բանը, որ ամեն ինչ լավ է, կյանքը բանը, բայց դժբան ուտելը թանկ է, էսա, բանը, ինչ է, հավի ինչ է, այսքան դրա ռուբլի 1001 մեկ եք առնում, ուտում եք, բան, այսքան մեկում, այս բան անում։ KGB աշխատող կանչում սպախրի խմես ինչ ես գրել, հակապետական բաներ ես գրել, ոչ թե հավը թանգը, բան այս չի կարելի, չէ՞ բաներ։ Ասում բայց գովելու բաներ գրի, հա լավ, դու գրում ա բանը։ Մենք շատ ամեն ինչ արտակարգ է, բանը այսքան մեկում փիղը շատ էժան կոպեկներա փիղը, բայց փիղի հենայից փիղի ինչի՞ս է պետք, հավիք ճեժաներ հավառնենք ուտեինք։ Նո Լառնակը մենակ թռնելը չի։ Մնացածն էլ է։ Հա, Փարիզ էլ չեք գնացել, այսինքն սուրճ խմել այդ ընթացքում, որ ասեց մարդիկ գնում են Փարիզ։ Շուտ։ Բայց սուրճ խմել հետ եք եկել։ Ուղղակի սուրճ խմելու համար գնաք, այնքան էժան է Փարիզ գնալը, որ կարա գնաք, խմեք, հետ գաք։ Այդպես էր ներկայացնում թոշակառուների չքնաղ կյանքը դրախտավայր Հայաստանը։ Դե ես անեկդոտը պատմեցի էլի, մենակ սուրճ խմելը չի։ Եթե ցած Փարիզ թոշակառու ես, այնտեղ ուրիշ բաներից չօգտվես, բան չանես եւ այլ, ավելի ուրիշ բաներից չօգտվես, ոչ չեմ կարող եթերով ասեմ, այդ գնալ քանի կոպեկ արժի։ Հա, էլ ոչ մի հաճույք չես ստանալու։ Տեսեք, զարգացած երկրներում, դուք ազգային ժողովի վերջին նիստում ասացիք, զարգացած երկրներում ասֆալտի հետ կապված խնդիրները, փոսերը լուծում են ինչ-որ սարքի միջոցով, ասեցիք, ու ինչա ԿՊԱ-ականները լսեցին կոմբայն բառը, սկսեցին Փաշինյանը իր տեղից ասում է, հա, բանի ասֆալտի սերմ ցանող կոմբայն եք ուզում, ինչ եք ուզում, այնտեղ Խուդատյանն էլ ասաց մենք նման սարք չենք տեղեկացված, չենք նման սարք կա թե չէ։ Ի վերջո ասենք այս արձագանքը ինչքանով էր adekvat ձեր հարցին ու adekvat չէր, որովհետեւ Փաշինյանը հասկացավ, որ Գևորգյանի թոշակը որ 10,000-ով ավելացնել է, հա, իր տղեն, Գևորգյանի տղեն, Բաբկեն Գևորգյանը, հորից փող ավելացրել 150,000 դրամ, 120,000 դրամ, տարվա կտրվածքով 120,000 դրամ, եւ այդ փոսերի մեջ ընկնելու պատճառով մեքենան վերանորոգել։ Ինքը հասկացավ իրացածի իմաստը, որ այդպես չի կյանքը, էլի։ Կուտես տալիս, որ քեզ ձայն տան, չեն տալու։ Այն ժողովուրդը, որ վարչական ռեսուրսի հաշվին կամ փողի հաշվին կձևավորի իշխանություն, այդ ժողովուրդը ողբալի ժողովուրդ է։ Իսկ հայ ժողովուրդը ողբալի ժողովուրդ չի։ Իսկ այդ կոմբայնը իրականում կա, եւ ես իմ ելույթի ժամանակ կարծացի Վիկիպեդիայից, թե ինչ նշանակում կոմբայն։ Կոմբայնը մենակ չէ, որ դրդրացնում է դաշտերում, արարատյան դաշտերում եւ խոտ է խաղում, այդ ինչ կոմբայնը մենակ։ Խոհանոցային կոմբայներ կա այդ հասկացողությունը։ Եվ ես կարծացի այդ բացատրական եւ բանալեցի։ Իսկ կոնկրետ դեպքի դրա համար կա կոմբայն, մեքենա կա, գալիս է կանգնում է փոսի վրա, չափ ձևնանում է, քանդում է, եթե ձունամունը գազով չորացնում է, կոմպյուտերը հաշվարկանում է, ասֆալտը լցնում է, ու ասում է գնում է։ Պատկերացնում եք, ասենք, կոմիտասի սկզբից այդ մեքենան հերլի, արդեն տվել են, չէ՞, երեք բաները քաղաքացիները այդ իմացած հարթակի համար, այդ ինտերնետ հարթակ լինի, քաղաքացիները այդ հարթակին ուղարկել են իրենց հասցեները, կոմիտասից հերնում է սկզբից եւ մինչեւ հասնա կոմիտասի վերջը, մի օրվա ընթացքում կոմիտասը այդ հարցը լուծում վերջացնում է ինքը։ Հydrotone, եթե այնպես չի, որ ասենց абսուրդի ժանրից ինչ որ բան էիք ասել, էլի կոնկրետ գիտեիք ինչ։ Բայց ես շոյված եմ, ասենք վարչապետի վերաբերմունքից, մի քիչ միշտ ինքը իգնոր ուզում անի։ Այսինքն իգնոր չարեց, էլի։ Բայց հեգնեց, ծաղրեց ըստ էության։ Դե հա, ոչ, ծաղրեց, բայց ծաղրում են հետո բան անում, էլի, ուրիշ բան անում, ծաղրելուց հետո։
Պարոն Աղազարյան, այսօր հետևում էի ես հակակոռուպցիոն դատարանի բակում ձեր ճեպազրույցին, հետաքրքիրն էր, որ քանի որ Սամվել Կարապետյանի դատն էր նաև զուգընթաց ընթանում խափանման միջոցի հարցը եւ գիտեք, որ Սամվել Կարապետյանի աջակիցները մեծաքանակ բազմություն դատարանի բակում էր եւ ձեզ լրագրողները միանգամից տեսնելով մտածեցին, որ դուք գնացել եք աջակցելու Սամվել Կարապետյանին, բայց դուք իչիք դարձրեցիք նրանց սպասումները ու հարցազրույցում ասացիք, չէ, ես չեմ աջակցում Սամվել Կարապետյան, ես եկել եմ ինձ աջակցելու, ասացիք, բայց տեսեք, ինչի այդ դեպքում հարց առաջանում, ոնց եղավ որ չեք աջակցում նաև Սամվել Կարապետյանին, որովհետև երբ որ ազգային ժողովում հեծի պետականացման հարցներ քննարկվում, դուք շատ սուր ելույթ ունեցաք, ռուսներին ինչ որ բաներ ասացիք, որը շատ ծանր տարան ԿՊԱ-ականները, բանը հասավ նրան, որ դուք դարձաք շիշ նետող այդ ռազմորկայի մեջ սկսեցիք շշերով նետել, Պարսիլյանին էի խփում, եթե չեմ սխալվում, հա, եթե ճիշտ եմ հիշում այդ դրվագը։ Հիմա ոնց հասկանանք, աջակցում եք, թե չեք աջակցում ամեն դեպքում։ Չեմ աջակցում, որովհետև իրանց միջև այսօր վարած քայլերը եւ այն հսկայական աջակցությունը, որ իրանք ունեն, իրանք մսխում են եւ իրենց քայլերով նպաստում են, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Հəl, էլի այն բանը, որ միասնական չէ։ Երբ որ վատ հայերենով, իսկ բովանդակության մեջ ռուսերենով խոսում են եւ ասում են միակ վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է, դա բոլորի մոտ բան առաջացնում։ Հակրակրակցիան առաջացնում։ Այսինքն Սամվել Կարապետյանը խոշորագույն բիզնեսմեն, մեծագույն բարերար, ով էր մի տարի առաջ։ Խոշոր բարերար բիզնեսմեն, գործարար, որը ներդրումներ էր արել միլիարդավոր դոլարների Հայաստանում, Փաշինյանը Արցախի հրապարակում ասում էր ծափ տվեք այդ մարդուն, որտեղ բարերար է։ Հա, բարերար բիզնեսմեն եւ այլն, եւ մի օր դարավ քաղաքական գործիչ։ Դարձրին, կյանքը դարձրեց, պարոն Աղազարյան, մոռացել եք այդ մարդը, եկել էր ինչ արարողությանը ու ոնց ընկավ այս ամենի մեջ։ Բայց չի համախմբում ընդդիմությանը։ Ասենք ես օրինակի համար, ասենք իմ ընկերոջ հետ, Ասլանյանի հետ, չեմ ասում դաշնակցությունը, մյուսները ամեն մեկի իր տեղը։ Մենք շատ լուրջ զրկանքների մեջ անցանք անցնում ենք, մեզ արհամարեցին, մեզ վիրավորեցին, մեզ հեգնեցին, մեզ հարցերին չպատասխանեցին, բոլոր դեպքերում մենք մեր պահվածքով ահագին չի, մի փուճուրիկ թույլատրեցինք, ասենք վարչապետի դիրքերը, հիմա իրանք եկել է, բաներով հրում են բոլորին էսկոմ եկում, թողեք դևին ես եմ սպանում։ Բա մենք։ Բա դաշտը դուք եք սպանեիք, ասել էին ձեզ։ Միասին սպանենք, մենակ չի սպանել, չես կարա։ Մենակ չես կարա սպանես, դեպը ավելի կուժեղանա։ Այ ասածս դա է։ Եվ հետեւաբար մենք փորձում ենք այսիմ կեսվածքով իրենց բանը համոզել, որ իրանք առաջնորդեն ընդդիմությանը, ողջ ընդդիմությանը առաջնորդեն, որովհետև այսօր ժողովրդի համակրանքը ընդդիմադիր դաշտում իրանց կողմն է, եւ իրանք իրավունք չունեն այդ բանը մսխելու։ Մի հարց էլ պիտի ձեզ ուղղեմ, ես հիշում եմ, որ դուք վատ չէիք վերաբերվում Անդրանիկ Քոչարյանին, հիմա չգիտեմ ոնց եք վերաբերվում, լավ թե վատ, բայց ինչա թե ձեր պատմության ընթացքում ինքը այդպես առանձնահատուկ չէր խառնվել, բան, դա ձեր մոտ համակրանք էր առաջացրել իր նկատմամբ այն աստիճան, որ երբ որ ինքը կարմիր գծերն անցել էր եւ անթույլատրելի պահվածք էր դրսեւորել, դուք պաշտպանում էիք նրան, աջակցում եք, իսկ ես ոչինչ չեմ մոռանում, ես հիշաչար եմ այդ առումով, պարոն Աղազարյան, դրա համար այս հարցը պիտի նաև հնչեցնեմ։ Անդրանիկ Քոչարյանն հայտարարեց, ասաց բանը, երբ որ որդու ծառայության հետ կապված հարց տվեցին, ասաց իմ տղան բարձրակարգ տղա է, ու եթե իմ տղու չափ դուք էլ գիտելիք ունենայիք, դուք էլ չէիք ծառայ։ Հիմա սա նորմալ արտահայտություն է, ասենք դուք ճիշտ եք համարում նման արտահայտություն անել, երբ որ գիտեք, թե Եռաբլուրում ինչքան բարձրակարգ տղայք մենք ունենք։ Գուցե ճիշտ եմ համարում, բայց ես գտնում եմ, որ պարոն Քոչարյանի մոտ դա բանը խոսքի վրիպակ էր։ Հա, վրիպել էր։ Իհարկե, որովհետև բայց իր մոտ ինչ որ շատ հաճախ չեն այդ վրիպումները լինում։ Դե շատ հաճախ են, որովհետև ինքը անընդհատ դիմակայում է ձեր նման լրագրողների ճնշումներին, սադրանքներին եւ բանը այդ ամեն ինչի այդքան էլ հեշտ չի իրականում։ Օրինակ, ես զգացել եմ, որ այս տարիքում էլ շփվելով ձեր նման լրագրողների հետ բավականին խելոքացել եմ, բավականին աճել եմ, ասենք բանը կարելի, որովհետև դա ինչ որ իմաստով նաև դրական ազդեցություն ունի, բայց դե ես եմ լավ բան եմ արել։ Այդ ձեր նմանը վատ եք, վատ առումով եք ասում ձեր նման լրագրող։ Չէ, բացարձակապես։
Լավ, Հաստատակապես։ նկատի ունեք։ Հենց ես կոնկրետ ձեզ նկատեմ, որ քո հետ դուքով եմ խոսում, էլի, այս պահին ձեր, Հա, ասենք, ինձ ասեք։ ակտիվ, հետևողական, բան անելով, դե լրագրողի աշխատանքն է, բզբզալով, ես բան չունեմ, խնդիր չունեմ, այո, ես խնդիր չունեմ։ Շատ դժվար է, եւ այդ ճնշումների տակ մարդիկ վրիպում եք, պարզ ակնհայտ չի, որ պարոն Քոչարյանի ասած միտքը ճիշտ միտք չի։ Եվ հետեւաբար ակնհայտ է նաեւ, որ ինքը դիվանա, որպես խոսքի վրիպում ա եղել։ Հա, հասկացա։ Լավ, հիմա մի ուրիշ բան ձեզ հարցնեմ։ Այդ հեծի այդ քննարկումից հետո, երբ որ դուք ակտիվ ռուսներին ուղերձ էիք ղել ԿՊԱ-կաները ձեր Բայց ասացի Ռուսաստանի մեր բանագործեկերներին, որ չտրվեն մեր սադրանքներին։ Այո, ասացիք չտրվեք մեր սադրանքներին։ Հիմա դրա հետ կապված հիշում որ ԿՊԱ-կաններից մեկը վեր կացավ, ասաց այսքանից հետո մնում է որ Հովիկ Աղազարյանը վեր կենա եւ ասի որ Կիլիկյան իմ հայրենիքն է։ Հիշում եք որ առաջ Վաղարշակ Հակոբյանն, այո, ճիշտ եք։ Հիմա կգա մի պահ որ դուք հետ կգանգնեք ձեր խոսքերից եւ հակառակ բաները կանեք։ Երբեք Կիլիկյանի հայրենիքը չի եղել, Կիլիկյանի հայրենիքը չի։ Եվ ես չեմ ճանաչում, չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր թողնում են իրաց հայրենիքը եւ գնում են ուրիշ տեղ Կիլիկիա են ստեղծում, վախենալով Նիկոլ Փաշինյանի ճնշումներից, վախենալով հայտնվել սեփական երկրի բանտում, անկախ պետության բանտում հայտնվելուց վախենալով, այդ մեր ուրիշ երկրներ եւ Կիլիկյաներ են ստեղծում։ Եվ պետք է այդ ձևի ուժեղ տղերքը պարտավոր են մնալ եւ ստեղծել, ասենք եւ Նիկոլ Փաշինյանը թույլ չտա որ երկիրը կործանի, թույլ չտա որ պետականությունը պահպանվի։ Նիկոլ Փաշինյանը պատահական խոսքեր չի ասում։ Տեսեք ինչ է ասում, ինչ սարսափելի միտք ասում, ասում մենք գտել ենք մեր հայրենիքը։ Մենք գտել ենք մեր հայրենիքը։ Հովիկ Աղազարյանն ինչ ասում։ Հովիկ Աղազարյանը ասում մենք պատմական մեր հայրենիքի մի հատվածի վրա ստեղծել ենք պետություն։ Դրանք երկու տարբեր բաներ են։ Ինքը ասում մենք գտել ենք, ասիկա մենք հայրենիք չենք ունեցել։ Սա շատ վտանգավոր է, սա 4-րդ հանրապետության անկյունակարերից մեկն է։ Սա Հայաստանի ադրբեջանացման անկյունակարերից մեկն է։ Հիմա ես որ միշտ քննադատել եմ Ռոբերտ Քոչարյանին, ո՞նց կարող է պատահի ես համակրանքով չլսեմ իր նկատմամբ այն բանի համար, որ ինքը միջև վերջ տղամարդու նամած դիրքերում եւ պահեց։ Հետեւաբար ես այդ ձևի մարդկանց եմ ընդունում շատ բաներում համաձայն չլինելով իրանց հետ։ Այդ ձևի մարդիկ իմ համար ավելի ընդունելի են, քան Կիլիկյանի ստեղծողները։ Ես երբեք չեմ ասի Կիլիկյանի հայրենիք, դա չեմ ասի։ Վաղարշակ Հակոբյանը դիպուկ էդի նկատեց, իհարկե, բայց երբեք չեմ ասի։ Բայց դե հիմա տեսեք, դիպուկ նկատեց ուրիշ իմաստով, իսկ խփելու իմաստով դիպուկ նկատեց։ Բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների իմաստով այդ երբեք դիպուկ չէ։ Ես միշտ ասել եմ, օրինակ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ասեք չի կարելի ուժ վերաբերմունք ցուցաբերել։ Երբ որ զոհերը եղան, այդ երեխեքը եւ առաջնորդը պարոն Ասլանյանի հետ մենք գնացել ենք շուտ գնացել ենք դեսպանատուն մեծ ցավակցությունը հայտնել ենք առանց նկարվելու, առանց բանալելու եւ այլ։ Եվ հետեւաբար մենք այդ գծի վրա ենք եղել, այդ գծի այսօր վարչապետն ասում է բերեք քննադատեք։ Ինչ եք ուզում, բերեք քննադատեք, ասել ենք։ Նույն տրիբի ծրագիրը։ Եթե դու կետ ունես, որտեղ ասում է որ 74%-ը 26% դա օքեյ, բայց որ 74% ինքը կարա տա ուրիշին երրորդ կողմին, այդ է սարսափելին։ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարն ասում է ում եք տալու, ում եք չես տալու եք Թուրքիային, չէ, կամ Ադրբեջանին, չէ, ինձ եք շրջափակեք այդ տղա։ Բայց բաները պիտի հաշվի առնվի։ Հետևաբար բանը այդ որ փոշմանակ ասում չէ Կիլիկյան մեր հայրենիքն է եւ ընդհանրապես որպես հավաքական բան ես պատրաստ եմ $1000 մրցանակ տալ այն լրագրողին, ով որևէ սկզբունքային հարց այսօր գտնի սեղանի վրա, որ կասի դուք պարոն Աղազարյան, այսպես եք ասել, հիմա այսպես եք ասում։ Գտեք $1000 չեք փոխել։ Լավ, ամփոփելով մեր այսօրվա հետաքրքիր զրույցը պարոն Աղազարյան, դուք ճեպազրույցներից մեկում լրագրողների համար երգել էիք, ասել էիք «Жизнь невозможно повернуть назад», այդ երգն էիք երգել, ասել որ դե անցյալը միևնույնն է, հետ չես բերի։ Դուք կուզենայիք, որ հետ տայիք ամեն դեպքում ժամանակը, Քարամյանի հետ չլիներ ձեր այդ ճակատագրական վեճը, չբռնվեիք վեճի եւ այսպես հանգիստ վայելեիք ԿՊ-ի ցուցակում ձեր տեղը, կունենայիք էլի աշխատավարձ, ինչ որ այս բան, այսինքն կուզենայիք հետ տալ ժամանակը ու
չանեիք այն ամենը, ինչ արել եք։ Երբ որ ես ընտրվեցի պատգամավոր, այս անգամ երկրորդ կյանքում 58 տարեկան էի։ Ես կանգնեցի հայելու դեմ, հայելու առաջ։ Ասեցի, լսի այդ տղա, ասում հա, քեզ քելո կպայես։ Ինչ իմաստով։ Դե այն իմաստով այ լակոտ, որ դու 30 տարեկան չես, 58 տարեկան ես, տղերք եւ այլ։ Մի քիչ քեզի բան կա, երիտասարդ եմ, քո ընկերները, քո գործընկերները երիտասարդներ են, իրաց մտածելակերպը ուրիշ է, քոնը ուրիշ է, մի քիչ քեզի բան կա, ասում, հասկացանք, ձերդ կտրի, ինքս ինձ եմ ասում, հա, հայելու առաջ, հասկացանք, այո, հասկացանք, 1, 2, 3, 4, ասի դերավ է ձեր հերն անեցած, քո հերն էր անեցած, էլի ինքս ինձ ասեցի, ես չեմ կարա, բաներ կա, որ չեմ կարա, արդեն դες բան անեմ, հիմա այդ Արգիշի Քերամյանի հետ կապված միջադեպը, փաստորեն, բան էր, տրամաբանական իրավիճակ էր, եկավ հասավ այդ բանին, ես մի օր Բադասյանի հետ մեր հանձնաժողովում վեճի ժամանակ ասեցի, քո ընկերոջդ մեդերը փռելու եմ, ընկերոջի նկատի ունեի Քերամյանին, որ տնտեսվարողներին կանչում էին կալանքի սպառնալիքի տակ, ընտանիքի անդամների կալանքի սպառնալիքի տակ փողերը գրփում էին եւ տնտեսությունը վարի էին տալիս։ Իրաց վարած քաղաքականության պատճառով վերջ 2 տարում $500 միլիոն միայն չոր պետական բյուջե չի մտել, որովհետեւ այդ բիզնեսմենները թողել են գնացել Վրաստան եւ Ղազախստանով են իրենց առևտուրը անում։ Եվ վերջին բերած օրենքը որ բերես Պեկին նոր հիմիկվա նախագահ պարոն Հակոբյանը այդ չափորոշիչները փոխել այդ դրա ուղղված քաղաքականությունը միշտ մեղմացնում էին հետեւաբար պատասխանելով ձեր հարցին միանշանակորեն ասում եմ որ ոչ եթե նույնիսկ հնարավոր է կյանքը հետալ ես կապրեի համարյա նույն ձևով նույնը կանեիք այո բայց ով դուժեց այդ իրավիճակից ավելի շատ դուք թե Քարամյանը դժվար է ասել Քերամյանը հիմա դες Քերամյանը հանդիպ որևէ բան չունի ինքը երիտասարդ ամբիցիոզ բերեւի պատրաստված մասնագետ է ես որ խնդրեմ չունի իր հետ կապված իրեն հանձնել Նիկոլ Փաշինյանը այդ հանձնարարությունը կատարում էր ինչ հիմա Նիկոլ Փաշինյանը ասապահում ուսուցիչ ինքը բանը սուրբ է էլի դες բան չի ինքը նորա գլխի ընկեր որ դա սխալ բաներ հիմա փոխում է այդ իրավիճակը ես իր հետ կապված որևէ խնդիր անձնական որևէ բան չեմ ունեցել այդ է սուտ էր որ ես միջնորդել էի կամ իմանից միջնորդել էի իմ տղայի հետ կապված ասեցի չէ եթե բան կանի ես իմ մտածած վագեզեմ չէ ուրեմն ասել եմ վիրավորական բառեմ օգտագործել նորից չկրկնեմ բան չանեմ Պարզ է շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար պարոն Աղազարյան այսօր այսքանը սիրելի հետևորդներ իմ հյուրը Հովիկ Աղազարյանն էր ազգային ժողովի պատգամավոր դուք խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին եւ շարունակեք հետեւել մեր հաղորդումներին կհանդիպենք մյուս շաբաթ ցտեսություն